կուսակցության, եթե չասեմ արբանյակներ, ապա շատ մեղմ անգամ ծերտ անգամ ինտիմության հասնող գործընկերները։ Այսինքն մենք ունենք այդպիսի քաղաքական դաշտ, ինչպեսի որ մենք ունենք այդ քաղաքը, դեգրադացված քաղաքական դաշտ է, այնտեղ ընդդիմություն եւ իշխանություն այդ բանը, բարիերը շատ կասկածելի եւ անհասկանալի է։ Այդ դեպքում այդ քաղաքական դաշտով մենք ոնց ենք անցնում նման խորհրդանական մոդելից, որը հենց պահանջում է այդ քաղաքական դաշտի կայունությունը։ Ուրեմն հանրապետական նախագահական համակարգի պայմաններում, երբ որ իմպերատիվ հրահանգներ ալել, երբ որ հաշվետվություն չկա ընդհանրապես, երբ որ 131 հոգի պատգամավորներ ինչ ուզում քննարկում են, բայց գնում Հացան Բաղրամյան 26, դա անմիջապես ներդրվում է, այդ համակարգի պայմաններում, այսպես թե այնպես չի կայանալու։ Խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում, մենք տեսական հույս ունենք, որ մի 5 տարի հետո, 10 տարի հետո մեր երկրում ինչ որ փոփոխություն տեղի կունենա։ Նորից եմ ասում, տեսական հույս ունենք։ Բայց այս նախագահական համակարգի պայմաններում ինչ որ մենք 90-ականից տեսել ենք, դա իմպերատիվ վերևից եկել բացարձակ մանդատ ունեցող մարդ է այնտեղ նստած կամ պաշտոն ինստիտուտ է, որը ինչ ուզում անում է, բարից բունի իմաստով։ Եվ դրա արդյունքները մենք տեսել ենք, նորից եմ ասում, այդքան արյուն որ մեր երկրում հեղվեց, խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում, որ ներողություն խորհրդարանական գիտությունների պայմաններում, այսպես բոլոր հիշեք, այսպեսի առանձնապես մեկ էքսեսա տեղի չունեցել։ Երակայությունով տրվել է նախագահական։ Անվանեցեք ուրիշ բան կա։ Արյունահեղություն եւ այլն դրանք մեր երկրի այսպես ասած ծեր էջերն են ես համարում, բայց երբ 2000-ի ոչ առանց ես հույս չունեմ, համաձայն չեմ ընդհանրապես ձեր տեսակետի հետ, ինչևէ, ես հույս չունեմ, որ խորհրդարանական կառավարման առաջարկված մոդելով այլևս չեն լինելու նման իրադարձություններ։ Սա հստակ է։ Կարևոր ներկայացրեցի դրույթները, սա խորհրդարանական մոդելի լավագույն տարբերակը չի։ Երկրորդ փուլի ընտրություններ ոչ մի պետությունում արկա չի։ Ներկայացնում եմ Իտալիայի օրինակը, որը դեռևս գործարկված չի։ Այսինքն չկա լավագույն փորձ դեռևս այս առումով։ Մենք չենք ունեցել կառավարական ճգնաժամեր, մենք չենք ունեցել խնդիրներ, որոնք կապված են եղել բացառապես սահմանադրության հետ։ Այս դեպքում հարց է առնելու, որն է սահմանադրության մեղավորությունը։